Որպես խորհրդանշական սիմվոլ, ես ինձ հետ ազգային ժողովից կտանեմ մեր դրոշը, որ մենք թողել էինք այստեղ, քանի որ ցավոք սրտի Արցախից մնաց միայն դրոշը մեզ։ Եվ ուզում եմ, որ այսուհետ Արցախը ու արցախցին շարունակեն մնալ մեր ուշադրության կենտրոնում, նրանց իրավունքները շարունակեն մնալ մեր ուշադրության կենտրոնում, եւ մենք կարողանանք իսկապես հասնել մի օր այն գեղեցիկ օրվան, որ պիտի վերադառնանք Արցախ։ Ես ուզում եմ անկեղծ լինել։ Ես կարող էի այս ամբիոնը օգտագործել իմ քաղաքական նպատակներով, մնալ իշխանության մեջ, շատ հեշտ ճանապարհով, կոմֆորտ վիճակում շարունակել իմ գործունեությունը։ Բայց ես ընտրեցի դժվար ճանապարհը։ Հիմա ես շատ կուզենամ, որ ցանկացած падգամավոր, ով կմոտենա այս ամբիոնին, ունենա այդ մեկ նպատակը՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Իմ գործունեությունը ժամանակավոր դադար է, կարելի ասել, որովհետև ինձ Աստված ուղղորդել է այլ առաքելությամբ զբաղվել այս պահին։ Ես Աստծո կամոք սպասում եմ իմ երրորդ բալիկի գալստյանը, երբ որ ծնվի իմ բալիկը, դրանից հետո ես կշարունակեմ իմ քաղաքական եւ հասարակական ակտիվությունը եւ մարդու իրավունքները, հակակոռուպցիոն պայքարը ու հայրենիքի համար իմ պայքարի յուրաքանչյուր րոպեն չեն դադարելու գոյություն ունենալ իմ կյանքում։ Ես ուղղակի կխնդրեմ իմ բոլոր գործընկերներին, ովքեր նոր են ընտրվել, այս ամբիոնից վիրավորական խոսքեր չհնչեցնեն միմյանց հասցեին։ Այս ամբիոնը հարցեր լուծելու, հարցեր բարձրացնելու եւ քաղաքացիներին ծառայելու ամբիոն է, այլ ոչ թե առավոտ շուտ արթնանաք, փողկապը կապեք, գեղեցիկ հագնվեք, գաք այստեղ ու սկսեք իրար վիրավորել։ Դահլիճում պիտի տիրի հանրային համերաշխության մթնոլորտ եւ դահլիճում պիտի տիրի այն մթնոլորտը, որ քաղաքացին նայելուց զզվանք չապրի խորհրդանի նկատմամբ եւ հույսը չկորցնի, որ մեր երկրում հնարավոր է որևէ բան փոխել խորհրդանական երկրում։